Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ իմ հիանալի հզոր հայ ազգ, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, ինչպես գիտեք, այսօր ես գնացել էի քաղաքապետարան լսումների ամսի 20-ին, հունիսի 20-ին 2026 թվականին մեր միջոցառման վերաբերյալ։ Ինչ կարող եմ ասել։ Իրոք հիացած եմ ընդունելությամբ քաղաքապետարանի աշխատողների, շատ կուլտուրական, բարձր մակարդակով մարդիկ դիմավորեցին, լսեցին, քննարկեցինք թեման, ինչ թեմա է լինելու, մարդկանց քանակը, ինչին ես պատասխանեցի, որ թեման լինելու է հետընտրական process-ը, ինչպես պատահեց, որ այսպես պատահեց, ընդդիմադիրների մասին իմ կարծիքը, իշխանության մասին իմ կարծիքը, իրավիճակը Հայաստանից Հանրապետությունում եւ ինչ քայլեր ենք մենք ձեռնարկելու մոտ ապագայում պայքարի վերաբերյալ։ Մարդիկ լսեցին, մարդիկ խոսացին ոստիկանության հետ եւ եկան այն համաձայնությանը, որ նրանք թույլ են տալիս մեզ անել այդ միջոցառումը։ Իսկ հարցին որքան ժողովուրդ է լինելու, ես պատասխանեցի, որ ես չեմ կարող պատասխանել ժողովրդի տեղը։ Դա որոշում է միայն ազգը։ Գտնում է, որ պետք է գալ Արթուր Ֆարմանյանի Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության միջոցառմանը, ես մեծ հաճույքով սպասում եմ մեր ժողովրդին, մեծ հաճույքով իրենց հետ կշփվեմ, կասեմ ինչպես եմ ես տեսնում հաջորդ մեր քայլերը եւ կլսեմ ժողովրդի խորհուրդը, միգուցե մի բան ազգ ասի, որ սա կլինի ավելի լավ։ Այդ մթնոլորտում, այդ ոճի մեջ ավարտվեց խոսակցությունը, նրանք ասեցին, որ մենք չենք տեսնում ոչ մի խոչընդոտ ձեզ արգելելու, իհարկե գնացեք արեք ձեր միջոցառումը։ Սիրելի բարեկամներ, հունիսի 20-ին Իսահակյանի արձանի մոտ Աբովյան փողոցի վրա մետրո երիտասարդական մենք կսկսենք մեր հանրահավաքը եւ ավելի մանրակրկիտ կխոսանք մեր ապագա քայլերի մասին։ Հորդորում եմ ձեզ, կոչ եմ անում գաք մասնակցել հանրահավաքին, քանի որ այսօր շատ խնդիրներ կան, որ ես ուզում եմ երես առ երես ձեզ հետ շփվեմ, ուզում եմ լսեք ինձ, ուզում եմ լսեմ ձեզ։ Եվ միասին, այն որ ասում է խելքի տանք, տեսնենք ինչ ենք անում, ոնց ենք հանում այս իրավիճակից երկիրը։ Եվ իհարկե մենք կտանք մեր քաղաքական գնահատականները յուրաքանչյուր ուժին, ով ինչպես արեց, որ Քանդիր պետություն կուսակցությունը եւ Նիկոլ Փաշինյանը վերաարտադրվեց։ Այնտեղ այդ իրանց խախտումների, բաների մասին էդի բնական է, մենք մեկ անգամ եւս կխոսանք, բայց ինձ ուղղակի շատ հետաքրքիր է ինչու է լռում ընդդիմությունը։ Եվ այդ մասին մենք կխոսանք հունիսի 20-ին ժամը 18:00-ին Իսահակյանի արձանի մոտ Աբովյան փողոցի վրա մետրո երիտասարդականի հարևանությամբ։ Անհամբեր սպասում եմ ձեզ, սիրելի բարեկամներ։ Իսկ հիմա մի քանի հարցեր ոչ մեկ մեզ չի արգելե խոսալ, թե ինչ է կատարվում այսօր։ Խնդրեմ այս տեսահոլովակը, սիրելի բարեկամներ։ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում նշվում է ղեկավարվելով կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով եւ հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի համար 1230 որոշման համար 1 հավելվածի 10-րդ եւ 16-րդ կետերը Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին 2026 թվականի հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 4-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մասնակցելու Ամերիկայի Միացյալ Նահանգներ առաջին տիկնանց Աշխարհային ակադեմիայի 4-րդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ։ Գործուղվողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։ Սիրելի բարեկամներ, այսինքն գիտեք, մենք չենք սիրում մտնել մարդու ընտանիք, մենք չենք սիրում մտնել մարդու անձնականից, ի տարբերություն թե իշխանավորներին, թե պրակլատկա ընդդիմությանը, բայց երկրի վարչապետը ուղարկում է իրեն, հիմա չգիտեմ, նախկին ասեմ, ներկա ասեմ, ապագա ասեմ, տիկնոջը ուղարկում է Ամերիկա, Հայաստանի Հանրապետության անունից։
բյուջետի հաշվին, այսինքն մեր հարկատուի հաշվին։ Ես հիմա ուզում եմ հասկանամ, Նիկոլ Փաշինյան, երկիրը դեմոկրատական է, թե անարխիա է տիրում։ Ես գիտեմ, որ անարխիա է, բեսպրեդել է, ամեն ինչ, ով ինչ ուզում անում եք, բայց այս աշճանի Նիկոլ Փաշինյան։ Դե միգուցե ամսի 20-ին մենք նաև այս հարցի պատասխանը կունենանք։ Հիմա երկրորդը, սիրելի բարեկամներ, ինչպես գիտեք, Ուկրաինայից բեռնատարները, ովքեր որ Նիկոլ Փաշինյանը ուղարկել էր մի թոմ, աջակցել էր Զելենսկու հետ, որ փաթուշ էին անում ստե, ապրանքներ են գյուղատնտեսական, գյուղմթեր գնացել Ուկրաինա, Ուկրաինայից ֆուրերը հետ են ուղարկել։ Թող հերկեն, ասեն լկտի սուտա։ Տեսնում եք, որ ոչ մեկի ապրանքը պետք չի։ Իսկ այդ ժամանակ, միևնույն ժամանակ, Վրաստանում բացվում են նորանոր կոնյակի գործարաններ, նորանոր մինի զավոդներ են բացում հանքային ջրի լիցքավորելու համար եւ տանում են ուր, տանում են Ռուսաստանի Դաշնություն։ Ես իմ ելույթների ժամանակ մի քանի անգամ ձեզ ասել էի, սիրելի բարեկամներ, որ երբ որ վրացիները ուզեցան գնային ցեիստ Եվրոպա, մոլդովացի գինե գործերի գործը ահա որ ձևի լավացավ։ Մոլդովական գինին ներխուժեց ռուսական շուկա եւ Մոլդովայի գյուղա մթերք արտադրողները, գինի արտադրողները կատ ժամանակում դարձան օլիգարխներ։ Հիմա մեր դեմը շուկան փակվել է, վրացիները կանյակը, բան չունեմ ասելու վրացի ժողովրդին։ Շանսը պետք չի ձեռքից բաց թողել, բայց այսօր վրացի ֆերմերները, վրացի գինեգործերը, վրացի կոնյակի գործարանները սկսում են աշխատել, ջրի գործարանները հանքային սկսում են աշխատել, իսկ մերոնք չգիտեն ինչ անեն։ Իդեպ ձեզ ասեմ, ես միշտ ասել եմ, որ այս երկրի չարվորակ ուռուցքը դա Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Բայց մի տեսանյութ եմ տեսել, որտեղ որ այսօրվա մեր օրերին համապատասխան է, այսօրվա մեր օրերին ակտուալ է այսօր, եւ երևի թե կյանքի մեջ մեկ անգամ ճիշտ բան է խոսել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Աստված չանի, մենք ձեռք բերենք Ելցինի նման մի հիշաչար թշնամի։ Մեր փամփուշտը 10 օր հետո վերջանալու է։ Մեր զինամթերքը 10 օր հետո վերջանալու է։ Ավելին 7 օր հետո Հայաստանում սով է սկսել։ Իսկ դուք կարծում եմ պատկերացնում եք, որ եթե Հայաստանում 3 օր սով եղավ, 3 օր սով բավական է, որպեսզի եւ Հայաստանը վերանա եւ Ղարաբաղը։ Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը։ Միջազգային հանրությունը ձեզնից ընդամենը պատասխան է ուզում, չի ասում ինչ պատասխան։ Նա իր անելիքը գիտի։ Դուք այսօր պիտի ապացուցեք, որ դուք իշխանություն եք, կարող եք պատասխանատվություն վերցնել եւ պատասխան տալ։ Դե բարեկամներ, տեսակ, որ կարա լինի սով, ինչ պատճառներով։ Հիմա ամեն ինչ գնում է դրան։ Հələ այն որ ժողովրդական մի հատ բառ կա, հազար ներողություն օգտվել, հələ մենք տակ ենք։ Մենք չենք ջոգում ինչա կատարվում։ Հեսա մի այլ ժամանակ հետո դուք տեսեք ինչա լինելու։ Այս ակցիզային թանկացումները, մյուսները, դա յուրաքանչյուրի տանը կպնելու է, յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կպնելու է։ Իսկ հունվարի 1-ից գազի սակագները լինելու են եվրոպական, եթե ոչ ավել։ Այդ ժամանակ ժողովուրդը կզգա իր մարմնի վրա, թե այս ինչ են կարել, չնայած իր արդարություն մեր ժողովրդին ասեմ, իրոք չկար այն երրորդ ուժը, ում որ ցանկանում էր այն մարդիկ, ովքեր չեն գնաց ընտրատարածքներ, ում որ ցանկանում էր ժողովուրդը տեսնել իշխանություն։ Միգուցե ինչ որ մի մասայի մեջ կային մտքեր կոմունիստների վերաբերյալ, բայց ցավոք սրտի մենք այդ որոշումը ընդունեցինք,
ինչի համար, որպեսզի վաղը չասեն մենք ենք խանգարել հաղթարելու շեմերը, մենք ենք խանգարել, որպեսզի իրենք հաղթեն Նիկոլ Փաշինյանին, մենք ձեռնպա մնացինք։ Այսօր միգուցե ես զղջում եմ այդ որոշման վերաբերյալ, ինչի համար, քանի որ ինչպես շատերը ես մտածեցի, որ իրենց ռեսուրսները մեծ են, իրենք կարող են, բայց արյունի տես, որ բացի ֆինանսներից իրենք ոչ մի բան չեն կարող։ Դա ցույց տալի։ Միգուցե ես վաղաժամ եմ անում իմ եզրակացությունները, բայց դա սուս ու փուս նստել են, ոչ մի բան։ Սահմանադրական դատարանն է սպասում։ Ում դատարանին, Նիկոլ Փաշինյանի դատարանին։ Սահմանադրական դատարան եթալու եք հարգելի ընկերներ, ինչ ասեք, որ ձեր պապան Նիկոլ Փաշինյանը սխալ է վարվել, հա? Ինչի դուք չգիտեք, որ այդ համակարգերը բոլորը մարդը բեն է բերան, Նիկոլը ասեց, ինքը դատախազա, ինքը դատավորը ամեն ինչ ինքն է։ Ինչ եք ուզում ել, ինչ եք դռնե դուռնգե։ Ուրիշ բան կարաք մտածեք։ Եթե դուք իրոք ընդդիմություն եք, իսկ եթե դուք մի թիմ եք, ուղղակի ժողովրդի աշկերին թոզ եք փչում, ապա այդքան տղամարդկություն չունեք, ասեք մենք էլ իմանանք, մենք ժողովրդավար կոմունիստներս ինչպես ենք պաշտպանելու շահերը մեր ժողովրդի։ Չասեք էլ պաշտպանելու ենք, բայց որ ասեք ավելի, որ ասում է շաբաթը ուրբաթից շուտ կգա։ Հիմա սիրելի բարեկամներ, ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի ասածին։ Եթե դուք հիշում եք, Նիկոլ Փաշինյանը ասեց, եթե ես չունենամ մեծամասնություն սահմանադրական, լինելու է աղետալի պատերազմ։ Բայց ազգային ժողովից հիմա ասում է ուրիշ բաներ, ինչեր է խոսում, ես չեմ հասկանում։ Իրոք անկեղծ չեմ հասկանում, քանի որ այս մարդը մեկ սենց ասում, մեկն էնց անում, մեկ սենց ասում, ուզում ես իմաստը հասկանաս, որ մի հատ ժողովրդական լավ հին անեկդոտ կասում է, քցում է, բայց որտե՞ղ է քցում, այդի չեմ կարող ջոգեմ։ Նիկոլ Փաշինյան, ամենայն գերագույն վարչապետ հայոց, այս բառերը, այս ռոլիկը մի հատ դուք ինքներդ տեսեք ու համեմատեք, դուք եք թե դուք չեք։ Խնդրեմ, ժողովուրդ ջան, տեսահոլովակ։ Սեպտեմբերին հայ ժողովրդին աղետալի պատերազմով սպառնացող Նիկոլ Փաշինյանն այսօր ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է. ինքը պատերազմի ռիսկերը չեզոքացրել է։ Հիմա ես պատասխանատու կերպով ասում եմ, որ այդ բոլոր ռիսկերը հաղթահարված են եւ այդ բոլոր ռիսկերը կառավարված են եւ այդ ռիսկերը ըստ էության այլևս գոյություն չունեն։ Ռետրո Փաշինյանը սակայն չի ասում, եթե ունակ է պատերազմը չեզոքացնել, ապա ինչու դա նախկինում չի արել։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք գնա։ Այսպիսով պատերազմի վտանգն իրականում է չեզոքացվել, թե աղետի սպառնալիքը պարզապես քաղաքական գործիք էր հանրությանը վախի մթնոլորտում պահելու համար։ Մի բան հստակ է, պատերազմի թեզը հայաստանյան օրակարգում հայտնվում ու անհետանում է բացառապես Փաշինյանի եւ Ալիևի կողմից։ Տեսակ սիրելի բարեկամներ, ահա, այդ մարդը մետրոյի մեջ գոռում էր, ճվում էր, իրան ճղում էր, որ սենց եմ ասում, սենց ալելու, չէ, խաղաղություն ալելու։ Բայց ինչի է ժողովրդին վախցնում, այ Նիկոլ ջան, ինչի է վախցնում, այս մարդիկ քեզ ինչ են արել, այս մասսան քեզ ինչ վատություն արել, որ պատերազմա այն է աղետալի։ Ես է դրել եմ բունկեր եմ շինում։ Ասի մարդ ես, մեկ տեսել ռում քցեցին աղետալի պատերազմի ժամանակ, կոնե տենամ ինչ եմ անում, մի բանով օգտակար լինեմ մեր հայ ժողովրդի։ Այսօր այս կանը մեկ անգամ եւս դիմում եմ յուրաքանչյուրիդ։ Եթե դժվար չի, աջակցեք մեզ, գաք, մասնակցեք հանրահավաքին, որպեսզի մենք հասկանանք ինչ խնդիրներ ենք լուծելու միասին, ինչ ենք անելու միասին։ Մեկ անգամ եւս կրկնեմ, առանց ձեզ ժողովրդական կոմունիստական կուսակցությունը եւ Արթուր Ֆարմանյանը ոչ մի բան է։ Արթուր Ֆարմանյանը եւ իմ կուսակից ընկերները ընդամենը կատարելու են ձեր կամքը։ Ձեր թելադրանքով մենք անելու ենք մեր քայլերը։ Իսկ եթե դուք չունեք մեզ ասելիք, ապա մենք ընդամենը կմնանք ժողովրդական կոմունիստական կուսակցություն
եւ կպայքարենք մեր հայացքների, մեր տեսակետի համար։ Այսօր այս կանը, գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Հույսով եմ կհանդիպենք, սիրելի բարեկամներ, Աստված բոլորիս պահապան, ցտեսություն։